Հայդուկային շարժումն Արևմտյան Հայաստանում սկսվեց 19-րդ դարի 80-ական թվականների կեսերից: Այն ուղղված էր բոլոր տեսակի ճնշողների և բռնակալների դեմ: Արևմտահայ ազգային ազատագրական պայքարի բովում աստիճանաբար մեծ տարածում գտավ հայդուկային կամ ֆիդայական շարժումը: Հայդուկը հունգարերեն բառ է, նշանակում է պարտիզան, իսկ ֆիդային արաբերեն բառ է, նշանակում է անձնազոհ: Վրիժառու հայդուկի զենքն անհրաժեշտության դեպքում ուղղվում էր նաև հայ մատնիչների դեմ: Չհանդուրժելով լլկանքները, հայ գյուղացին որևէ քուրդ աղա կամ թուրք ոստիկան սպանելուց հետո թողնում էր տուն, տեղ, ընտանիք, ապա բարձրանում լեռները, երբեմն մենակ, երբեմն խմբով, կապ պահպանելով շրջակա հայկական գյուղերի հետ: Հայդուկներն ապաստանում էին լեռներում: Նրանք անսպասելի հարձակվում էին կառավարական զորքերի, քուրդ հրոսակախմբերի կամ հարկահանների վրա: Հայդուկային խմբերն առաջնորդվում էին չգրված օրենքներով: Այնտեղ տիրում էր երկաթյա կարգապահություն: Այս տեսանյութի առաջին մեկնաբանությունում կտեղադրեմ հղում, որի վրա սեղմելով դուք կարող եք դիտել հայդուկների և հայդուկային շարժման մասին պատմող ամբողջական տեսանյութը: Եվ իհարկե եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք քաջերի և նրանց սխրանքների մասին: